Բարի երեկո բարեկամներ, Ֆորտունա լոռու մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում իր աշխատանքն է շարունակում մոլորակ լրատվականը, շարունակում ենք հետևել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին։ Ինչպես գիտեք, լոռու մարզի 113 համայնքներից 96-ում ընթացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Եվ այսօր մոլորակ լրատվականի տաղավարում հյուրընկալել ենք TV30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանին։ Բարև ձեզ, պարոն Պապանյան։ Ինչպես է տրամադրությունը։ Նորմալ, հոգնած։ Պարոն Պապանյան, մինչ կանրադառնանք քվեարկության արդյունքներին, բնակիչների վստահության արդյունքներին, նախ խոսենք այն խնդիրներից, այն ամենից, ինչը արձանագրվեց օրվա ընթացքում, ինչ ունեցանք։ Առաջինը, որ բոլոր տեղամասերը ժամանակին բացվեցին եւ ժամը 8-ին հնարավորություն տվեցին ընտրողներին իրենց ընտրությունը կատարել։ Եղան ահազանգեր կապված թանաքների հետ, նորից նույն խնդիրը առաջացել էր ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, որ թանաքները շուտ անհետանում են, այդ խնդիրը բարձրացվեց տեղամասերից, դա 9-10-15 րոպեին էր, որ երբ առաջին ահազանգը ստացանք, բայց այն տեղամասերում, որի նախագահները հստակորեն կատարել էին մեր խորհուրդը եւ թանաքները թափահարելուց հետո խառնել, հետո նոր օգտագործել, որևէ խնդիր չառաջացավ եւ այդ տեղամասերում մինչեւ օրվա վերջը օգտագործեցին այդ թանաքները։ Օրինակ, ես ինքս ընտրող եմ, իմ անձնագրում այսօր առավոտ դեռ հետքը կար։ Եվ այդպիսի, ասում եմ, շատ տեղամասեր, մոտ 1 տասնյակ 58-ից չանցան սովորական թանաքի, իսկ որտեղ լավ չէին խառնել, այդ խնդիրը առաջացավ եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ ուրեմն խորհրդակցելով մենք ցույց տվեցինք անցնել սովորական թանաքների։ Պարոն Պապանյան, մի հարց, որի մասին եւս խոսվեց, այսպես ասած, բողոքեցին, արձանագրեցին որպես խնդիր, այսպես ասած, դա մեքենաներով մարդկանց ընտրատեղամաս տանելն էր։ Ինչ կարող եք ասել դրա մասին, դա արդյոք խախտում էր եւ մի երկու խոսքով նաեւ դրան։ Ուրեմն ընտրական օրենսգրքում նման բան չկա, որ մարդիկ մեքենայով պետք է ընտրատեղամասեր չգնան։ Խոսքը բազմաթիվ մարդկանց մասին էր, այ ովքեր որ բողոքում են, ասում են, եթե մարդիկ տեղափոխում են, դա չի կարելի կաշառք համարել կամ ծառայություն, անձրևոտ եղանակ էր, երեք գիտեք, նույնիսկ 1 ժամ հորդառատ անձրև եկավ, բավականին դանդաղեց ընտրական պրոցեսը, եւ այստեղ ֆիքսել թե դա ով է արել, ինչ նպատակով է արել, արդյոք դա կարելի է դիտել որպես ծառայության մատուցում եւ այլը, օդում հայտարարություններ էին, ոչ թե որևէ կոնկրետ փաստ։ Եվ այդ փաստերը պետք է ներկայացնել, եթե իրոք կար կոնկրետ խնդիր, ոստիկանությանը եւ ոչ թե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ Դա ընտրական օրենսգրքով կարգավորվում է, թե դա ում լուծելու խնդիրն է։ Պարոն Պապանյան, այս երկու խնդիրները, որոնց մասին խոսեցինք, թերևս միակն էին, թե կային բաներ, որոնք մենք չիմացանք, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգեց, թե այդ ստվարաթղթե խցերը քվեարկության դժվարություններ են ստեղծում, կարող են ճկվել, կարող են ուրեմն շարքից դուրս գալ, ընտրությունը ձախողել, եւ մենք նրանց պատասխանեցինք, եղավ այդպիսի գրություն մեզ ուղղված, պատասխանեցինք, որ ուրեմն ազգային ժողովի ընտրություններում Երևան քաղաքում արդեն փորձարկվել են եւ որևէ խնդիր չի առաջացել եւ ինչպես ցույց տվեց ժամանակը մենք ճիշտ էինք որևէ տեղամասում մեր 58 տեղամասերից Վանաձորի որևէ տեղամասում կապված քվեախցերի հետ որևէ խնդիր չառաջացավ։ Շատ գեղեցիկ, հաճելի, ուրեմն շատ թեթև տեղափոխման համար, հանձնաժողովների համար միանգամյա օգտագործման այդ քվեախցերը օգտագործեցին, որևէ խնդիր չառաջացավ։ Այսինքն սա էլ երրորդը, որ ավելացավ, այսքանն էին խնդիրները որպես այդպիսի։ Հիմնականում այդքանն էին, մեկ դեպք է եղել, երբ ահազանգեցին մեզ, որ ընտրողը գնացել է տեղամաս եւ տեսել է, որ իր փոխարեն իր անվան դիմաց ստորագրված է։ Ուրեմն հանձնաժողովի նախագահը զանգեց ինձ եւ ես ցույցում տվեցի անմիջապես կապվել անձնագրային սեղանի հետ, չէ՞ որ ցուցակում անձնագրի համարը գրված է։ Եվ պարզվեց, որ երկու տող ներքև նույն ազգանունով մի քաղաքացի շփոթմամբ ստորագրել է նրա փոխարեն։
Այդ քաղաքացուն հրավիրեցին, տեսան, որ իրոք նա ընտրել է, անձնագրում կնիքը կա, բայց իր տողի դեմը ազատ է, այսինքն թյուրիմացություն է տեղի ունեցել եւ քաղաքացին, որը տեսել էր, որ իր դեմ ստորագրեց նրա փոխարեն եւ սլակներով ուղղությունը ցույց տվեցին, որ սա նրա ստորագրությունն է, նա նրա ամեն ինչ հարթվեց։ Միակ միջադեպը, որ եղել է։ Լավ, պարոն Պապանյան, անցնենք արդյունքներին, չնայած մինչ արդյունքներին անդրադառնալ, նաև բացելու տեղամասերի եւ փակելու մասին կուզեի խոսենք։ Առավոտյան 8-ին եւ բոլոր տեղամասերը ուրեմն բացվել են ճիշտ ժամանակին, նույնիսկ տեղամասեր կային, որ պատրաստ էին ավելի շուտ բացելու, թույլ չտվեցինք, կոնկրետ օրենքով սահմանված է ժամը 8-ը։ Ժամը 20:00-ին բոլոր տեղամասերը փակվեցին եւ եթե տեղամասի ներսում կային ընտրողներ, թույլ տրվեց նրանց ընտրելու, ասեն, որ շատ քիչ էին, նախկինում ավելի շատ են եղել այդ ընտրողները եւ մենք ընդամենը 15 հոգու ենք թույլ տվել, ինչպես ընտրական օրենսգիրքն է ասում, ներս մտնել ընտրությունը կատարել։ Պարոն Պապանյան, մի բան էլ հիշեցի, ուզում եմ դրա մասին նաև խոսենք, այ 2% պակաս, քան 2008-ի ընտրություններին մասնակցություն արձանագրվեց։ Դրա մասին ինչ կասեք, ինչքան մասնակցություն ունենք։ Ուրեմն արդեն ճշտված տվյալներով մասնակցել է 44540 ընտրող, որը կազմում է ընտրողների ցուցակային թվի 46.28%։ Որը 2%-ով պակաս է 2008-ի։ 2%-ով 2.7%-ով մոտավորապես պակաս է 2008 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններից Վանաձոր համայնքում կոնկրետ։ Սա տարբեր պատճառներով կարելի է բացատրել եւ որ բացակայում են մարդիկ եւ եղանակային պայմանները, որ անձրևոտ վատ եղանակ էր, եթե արև լիներ իհարկե այս տիպը չէր լինի մի քիչ ավելի բարձր կլիներ։